Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ։ Ինչպես գիտեք, մենք արդեն ուղիղ 10 տարի մեր գործունեությանը զուգահեռ հետևողական ենք նաև մեր համայնքում իրականացվող մշակութային իրադարձություններին։ Եվ արդեն ավանդույթ դարձած յուրաքանչյուր տարին ամփոփելիս իրականացնում ենք խրախուսումներ եւ պարգևատրումներ։ Եվ հիմա ես կընթերցեմ բոլոր նրանց անունները, ովքեր Բերդ մշակույթի կենտրոնի կողմից 2025 թվականին պարգևատրվում են առանձնահատուկ անվանակարգերում։ Եվ այսպես առաջին պարգևատրվողը մեր համայնքի Ծաքար բնակավայրից Իրեն Այդինյանն է, ով 2025 թվականին ճանաչվել է տարվա լավագույն պատանի գորգագործ։ Այգեձոր գյուղից Հրաչ Աբրահամյանը պարգևատրվել է որպես տարվա լավագույն երիտասարդ բանահավաք։ Շուշան Նավասարդյանը Բերդ քաղաքից պարգևատրվել է որպես 2025 թվականի տարվա լավագույն հաղորդավար։ Վերին Կարմիր աղբյուր գյուղից Նաիրա Խաչատրյանը պարգևատրվում է որպես 2025 թվականի տարվա լավագույն երիտասարդ պարուհի։ Ալինա Աբրահամյանը Բերդ քաղաքից պարգևատրվում է որպես 2025 թվականի տարվա լավագույն երիտասարդ գորգագործ։ Հայկ Դոմբրյանը Արծվաբերդ գյուղից պարգևատրվում է լուսանկարչական արվեստը Արծվաբերդ գյուղում զարգացնելու համար։ Կարեն Գրիգորյանը Նավուր գյուղից պարգևատրվում է Բերդ համայնքում լեռնային туриզմի զարգացման գործում անձնական ներդրման ու հանրահռչակման համար։ Աիդա Հարությունյանը Տավուշ գյուղից պարգևատրվում է Տավուշյան ժողովրդական երգարվեստը պահպանելու եւ հանրահռչակելու համար։ Ռաֆիկ Սաղումյան եւ Վարդուհի Պողոսյան ամուսինները Տավուշ գյուղից են։ Նրանք պարգևատրվում են Տավուշյան ավանդական ընտանեկան կենցաղն ու մշակույթը կրելու եւ պահպանելու համար։ Սիրելի հայրենակիցներ, սիրով շնորհավորում ենք բոլոր անվանակարգերում պարգևատրված մեր հայրենակիցներին եւ ասում Աստված պահապան բոլորիդ։